Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ուզում եք իմանալ, որտեղ են հատվում հյուրընկալության արվեստն ու բնության հրաշքը։ Եկեք Մաունթրի։ Մաունթրի հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Մենք մեր ծրագրի ընթացքում ամեն թողարկմանը նշում ենք, որ շատ կարևոր երկու խնդիր ենք on-line տիրույթում փորձում լուծել, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, եթե այդ ասպարեզում խնդիր ունես, եւ ինչ անել, որպեսզի այդ պրոֆեսիոնալը լինի մոտիվացնող։ Տարին ավարտելուց, նոր տարին սկսելուց մարդ միշտ մի հայացք է նետում դեպի անցնող տարին, փորձում օրերի մեջ գտնել ամենակարևորը, փորձում գտնել ձեռքբերումները իր, այսպես ինչպես ասում են, ծրագրել, իրար վրա դնել ձեռքբերումները եւ ամենակարևորը երազանքներ ու նպատակներ կազմել արդեն հաջորդ տարվա համար։ Միշտ կարևոր մի առանձնահատկություն կա տարվա վերջին եւ տարվա սկզբին, այսինքն ամանորյա տոներին մենք աշխատում ենք զրուցել ոչ միայն շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, այլ այնպիսի հյուրերի հետ, որոնք եւ կարող են ինչ-որ բան ասել իրենց ոլորտում, որովհետեւ այդ փորձառությունն ունեն եւ այդ տաղանդը ունեն, սա շատ կարևոր առանձնահատկություն է, եւ երկրորդը, որը իրականում մենք ավելի ենք կարևորում, ունեն իրենք դրական էներգիա, որովհետև եթե մարդը ունի դրական էներգիա, որ ասպարեզում էլ լինի, կարողանում է ստեղծագործել եւ այդ ստեղծագործությունը բարություն ու երջանկության զգացողություն է տարածում իր շուրջը։ Արվեստի եւ գեղեցկության, այդ արվեստը նաեւ դեմքի վրա արտացոլելու այս ասպարեզին մենք շատ հաճախ ենք անդրադառնում, որովհետև հասկանալի է, կանայք ուզում են միշտ մեծ ծրագրեր կազմել եւ այդ մեծ ծրագրերով նվաճել աշխարհը, բայց ամեն ինչ սկսվում է արտաքինից, որովհետև ինչ ասպարեզում էլ լինի, եթե կինը իր արտաքինից գոհ չէ, եթե նայում է հայելու մեջ եւ այնտեղից ինքն իր ինքնագնահատականը բարձրացրած հայացքը չի թեքում, այս դեպքում իրականում դժվար է մեծ երազանքներ ունենալ ու այդ երազանքների հետևից գնալ։ Այսօր մենք շատ հետաքրքիր ու տարբերվող հյուր ունենք եւ ինձ համար միշտ առանձնահատուկ հաճելի է լինում, երբ հնարավորություն ենք ունենում ներկայացնել Հայաստանի տարբեր քաղաքներում գործող իրականում պրոֆեսիոնալ մարդկանց։ Շիրակի դաշտավայրը որպես կանոն տաղանդներ եւ հատկապես արվեստի ասպարեզում տաղանդներ տալու վիճակագրությունն է այդպիսին, ամենամեծ թիվն է եւ երևի գենետիկ էս հողն էլ ինչ որ բանով նպաստել է, որպեսզի հրաշալի ու պրոֆեսիոնալ մարդը ժամանակի ընթացքում նաև իր կրթության վրա համապատասխան ջանք դնելով կարողանա իրականում այսօր աշխատել գեղեցկության տարբեր ոլորտներում ու գործել հրաշքներ, որոնցից մի քանի կադր մենք այսօրվա զրույցի ընթացքում կտեսնենք։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Էլ-Ռումում ողջունել նկարչուհի, դիմահարդար, պերմանենտ մեյքափի մասնագետ Բավական Ավագյանին։ Ես շատ շնորհակալ եմ, Բավական, ինձ շատ հաճելի էր, որ առիթ ունենք մենք հանդիպելու։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Ձեր աշխատանքները երբ տեսնում ես, հասկանում ես, որ այստեղ ոչինչ պատահական չէ, որովհետև դուք մարդու դեմքը դիտարկում եք որպես կտավ, իսկ դուք սովորեք մեծ, այսպես նաև տարբեր ուղղություններով աշխատալ, սկսած մանրանկարչությունից, այսինքն այս ամեն ինչը կարողանում եք նաև կանանց հնարավորություն տալ այս ամեն ինչը վայելելու, արվեստը կրելու նաև դեմքի վրա։ Այո։ Ես պիտի խնդրեմ մի քիչ սկզբից գան, գիտեմ, որ գեներում ձեր նկարիչ չկա, բայց մյուս կողմից շատ փոքր հասակից եք բացահայտել սա ձեր մեջ։ Հա, փոքր տարիքում չէի գիտակցում դա, բայց միշտ եղել է կարծես թե դա իմ մեջ, որովհետև մանկուց սիրել եմ մանր աշխատանքներ կատարել։ Դեռ դպրոցահասակ տարիքում, երբ բակում երեխաները խաղում էին, ես տանը նստած ուլունքագործություն կամ ասեղնագործություն էի անում։ Այո։ Հետո տարիների ընթացքում, երբ եկավ արդեն մասնագիտական ընտրության տարիքը, ես չէի կողմնորոշվում ինչ պետք է դառնամ։ Այն ժամանակ մայրիկիս խորհրդով պարապում էի լրագրող դառնալու համար, ինձ միտքը դուր էր գալիս, ես ինձ պատկերացնում էի արդեն եթերում ու հիմնականում որպես լուրերի մեկնաբան էի ինձ պատկերացնում։ Բայց այդ ընթացքը երբ պարապում էի, ինչ-որ բան խանգարում էր ինձ, ես ինձ ավելի տխուր էի զգում, ոգևորող չէր, ինձ արդյունքը դուր էր գալիս, բայց ընթացքը կարծես թե այն չէր, չէի ոգևորվում, պարապմունքների հաճույքով չէի գնում։ Այո։
Ի վերջո որոշեցի, որ ծնողներիս հետ կզրուցեմ մասնագիտական փոփոխության վերաբերյալ ու ամեն անգամ քնից արթնանում էի, մայրիկիս հետ զրուցում, ասում էի, մամ, գիտես, այսօր երազից տեսա, թե ոնց էի նոր զգեստ կարել։ Հաջորդ անգամ ասում էի, որ այս մի զգեստը, այս անգամվա երազից արդեն կարելի էր գրել տարբեր ձևերով, տարբեր նույն զգեստը մի քանի տարբերակով կարելի էր հագնել։ Ի վերջո ծնողներս էլ հասկացան, որ չէ, հետ է իմ ուղղությունը։ Այո, այս ոլորտը այո, ձերն է։ Իրենք էլ դեմ չեղան, շարունակեցի արդեն պարապել որպես նկարչություն պարապեցի։ Այո։ Եվ ընդունվեցի Թերլեմեզյան, այո, Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջը, այն ժամանակ էլ որոշել էի ընդունվեի հագուստի մոդելավորում, բայց էդ էլ իմ որոշմամբ չեղավ։ Ընդունվեցի Զարդային կիրառական արվեստ եւ ժողովրդական արհեստներ բաժինը։ Ու մտածում էի, որ հաջորդ տարի կփոխեմ, հագուստի մոդելավորում կգնամ, բայց չփոխեցի, մնացի այդ կուրսում։ Այո։ Բաժինը ինձ դուր եկավ, հետո այս աշխատանքները ստացվում էին ինձ մոտ, այդտեղ էլ կար մանր աշխատանք, որն ինձ դուր էր գալիս։ Այս տարիների ընթացքում այնպես է դասավորվել, որ ձեր բոլոր երազանքների ետևից դուք գնացել եք, այսինքն զգացել եք, որ սա ձերն է ու ինչ որ պահի դա իրականություն դարձնելու հնարավորություն եք ունեցել, բայց մինչ այդ ես ուզում եմ այ մանր աշխատանքներ եք այսպես նշում, բայց դա հոգեբանները բնորոշում են որպես փոքր քայլերով, բայց հստակ հաղթանակ դեպի տանող այս հոգեկերտվածքի մարդիկ են, որ սիրում են մանր աշխատանքներ, մեծ արդյունք ունենալու համար։ Բնավորությամբ այդպեսին եք եղել միշտ, սիրում եք այսպես հստակ հասկանալ որն է ձեր ուղին ու այսպես առաջ շարժվել։ Հա, միշտ հիմա արդեն հասկանում եմ ինչ եմ ուզում, երբ եմ ուզում ու հասնում եմ դրան, բայց այն ժամանակ չէի հասկանում։ Մանր աշխատանքը ինձ դուր էր գալիս, բայց ես չէի կողմնորոշվում, չգիտեի, որ դա է այն ուղղությունը, որը ինձ կբերի հանգստություն եւ ներդաշնակություն։ Այո, երևի ձեզ շատ են ասել, որ դրական էներգիա ունեք, մանավանդ բյութի ոլորտ մտնելուց հետո մարդկանց հետ աշխատելու ժամանակ դա շատ նկատելի է լինում։ Ես սիրով եմ աշխատում մարդկանց հետ ու իմ համար ամենակարևորը, որ հաճախորդի հետ բաժանումը լինի դրական, բարձր տրամադրությամբ, որ հաճախորդն իրենից գո եւ հայելու մեջ իրեն դուր գա եւ բարձր տրամադրությամբ հեռանա։ Սովորելուց հետո վերադարձակ նորից ձեր հայրենի քաղաք, Արթիկ, մեր սիրելի, եւ այստեղ փաստորեն աշխատել եք մշակութային կենտրոնում որպես նաեւ նկարիչ ձևավորող, այսինքն աշխատում եք հիմա այլ։ Այո։ Ահա։ Այդ ժամանակ վերադարձա ու որոշել էի, որ անպայման պետք է Արթիկում աշխատեմ։ Փնտրում էի աշխատանք, գտա դա մշակույթի կենտրոնում։ Այո։ Այնպես ստացվեց, որ նկարիչ ձևավորող որպես ընդունվեցի աշխատանքի ու այդ ժամանակ չէի պատկերացնում, թե իրականում էլ ինչեր պիտի անեմ եւ ամեն անգամ ինձ նորովի էի բացահայտում մինչեւ օրս էլ ամեն անգամ նոր առաջադրանքներ, նոր ներկայացումներ, ամեն անգամ տարբեր միջոցառումների ժամանակ նոր ռեկվիզիտներ ու դեկորացիաներ եմ պատրաստում, որ ինքս էլ չգիտեմ, որ դա կարող եմ անել, բայց ստացվում է։ Ահա։ Այնպես ստացվեց, որ այնտեղ արեցի նաև հագուստների ձևավորում եւ կատարվեց կարծես իմ այն վաղեմի արդեն խորքուն մտած երազանքը։ Այստեղ միջոցառումների ժամանակ կարիք էր լինում զգեստներ ձևավորել նոր կերպարների համար, թե կենթանիների, թե արքայադստրերի եւ այլն։ Եվ ես էսքիզները գծագրում էի, դերձակները կարում էին։ Ի վերջո այդ երազանքներ կատարվեց, քիչ-քիչ ամեն անգամ տարբեր ներկայացումների ինչ որ նոր բաներ եմ գծագրում։ Բավական ես ուզում եմ հասկանալ ինչպես այդ որոշմանը եկաք, որովհետև ես հասկանում եմ, որ արվեստը, այս ասպարեզը ձեզ համար որպես աշխատանք չի կարծեք, այդպես դուք չեք հոգնում դրանից, որովհետև նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին մուտք եք գործել ամենահետաքրքիր եւ նաև բարդ ոլորտը, բյութի ոլորտ։ Այո, այդ ժամանակ այնուամենայնիվ որոշեցի, որ պետք է այն աշխատանքից հետո առաջ եւ ոչ աշխատանքային օրերն ավելի հետաքրքիր դարձնեմ։ Ու մտածում էի փնտրտուքների մեջ էի, թե ինչով զբաղվեմ, որ եւ ինձ դուր գա եւ ոգևորի եւ մոտիվացնի։ Ու ընտրեցի ի վերջո եկա այն եզրահանգման, որ դա բյութի ոլորտն է։ Այո։ Սկսեցի ուսումնասիրել լավագույն մասնագետների աշխատանքներն էի նայում,
ընտրեցի լավագույն մասնագետի ում մոտ սովորեցի եւ այժմ աշխատում եմ նաեւ այդ ոլորտում։ Երևանում եմ սովորելու վերապատրաստվել, բայց Արտիկում եմ աշխատում։ Այո, Երևանում եք սովորել եւ վերապատրաստվել, բայց դուք կարողանում եք պատկերը ամբողջությամբ տեսնել։ Այստեղ երևի սովորելու շատ քիչ բան ունեիք, այսինքն տեխնիկային տիրապետել եւ այլն սովորում եք, բայց այդ համամասնությունը դեմքի հետ Կարծում եմ ցանկացած մասնագիտության մեջ պետք է դու ինքդ քո վրա շատ աշխատես։ Եվ ես կարծում եմ դեռ շատ պիտի ինքս իմ վրա աշխատեմ եւ դեռ սովորեմ բնականաբար ինչքան սովորում ես միշտ կա սովորելու բան։ Եվ ես սիրով եմ դա անում։ Ինձ սովորելը նաեւ սովորելն է հաճույք պատճառում։ Հետաքրքիր է, միշտ եք այդպես եղել, սիրում եք դուք սովորել, անընդհատ նոր ինչ-որ ուղղություններ բացահայտել։ Հա, իհարկե։ Կարծում եմ բոլորս պետք է սովորենք, զարգանանք եւ տարբեր ոլորտներում, ինչու՞ չէ։ Մի քանի մանրամասների, հա, անդրադառնանք, հատկապես պերմանենտ մեյքափի հետ կապված, հիմա փոշեդրման, տարբեր մեթոդների մասին շատ է խոսվում, բայց մենք այստեղ ունենում ենք նաեւ ամենամեծ սխալները, եթե համաձայն կլինեք, հա, ձևի առումով։ Գուցե շատ գրագետ է տեխնիկան, բայց երբ նայում ես ունքերը, օրինակ հոնքերի հատվածը, կարծես շատ առանձնացած է լինում դեմքից, իր ընդհանուր ոճից, հա, դեմքի։ Այո, հաճախորդները իրականում իրենք որոշած գալիս են, որ ուզում են հենց այս ձևով լինի նրանց հոնքերը, բայց ես իհարկե խորհուրդ եմ տալիս, գծագրում ենք միասին հայելու առաջ որոշում ենք, ընտրում ամենահարմար տարբերակը իրենց դեմքին եւ նոր ես անցնում եմ հիմնական աշխատանքին, քանի որ պերմանենտ իրենից ներկայացնում եմ մշտական կամ կիսամշտական դիմահարդարման ձև, որը որ դժվար է արդեն հիմնական աշխատանքն անելուց հետո փոփոխել։ Փոշեդրում եք անում թե կախված հաճախորդի դիմագծերին համապատասխան ձևից մենք ընտրում ենք միասին, հաճախորդներ կան, որ սիրում են ավելի մուգ տեսակներ, հաճախորդ կա նախընտրում է բաց երանգներ, դա արդեն համահունչ նրա դեմքին, մազերի գույնին, օմբրե, փոշեդրում, տատուաժ կախված բոլոր տարբերակներն անում եք, այո, դեմքին համապատասխան, որն է հիմա ամենապահանջվածը։ Հիմնականում օմբրե են ուզում, ավելի թեթև են ուզում, բայց մաշկի տեսակից կախված կարող է դա գեղեցիկ չստացվել։ Դրա համար ես արդեն հաճախորդի հետ աշխատանքի ընթացքում էլ ես բացատրում եմ եւ միասին կայացնում ենք ամենաճիշտ որոշումը։ Ես աշխատում եմ անբնական չստացվի։ Այո։ Երբեմն հաճախորդները գալիս են, թեկուզ դիմահարդարման են գալիս, բայց արդեն հին տատուաժով հոնքեր ունեն, ես ծածկում եմ, նորն եմ ստեղծում, հա, գծում եմ նոր։ Այո, կտավը մի հատ է, ինչպես են մշակում, հետո նորը չէ նկարում են սկզբում։ Աշխատում եմ, որ հա, այդ կոպտությունը կոտրենք, ավելի նուրբ եւ գեղեցիկ տեսք ստանանք։ Ես տեսնում եմ ինչքան նուրբ են ձեր դիմահարդարումները, նաեւ տենդենսների մեջ, գիտեմ, որ հիմա որոշակի բաներ կան, որոնք համարվում են ավելի նորավոճ եւ դրանք բոլորը ես նկատեցի ձեր աշխատանքներում։ Այո, հաճախ գալիս են, օրինակ երեկոյան դիմահարդարումների ժամանակ գալիս են արդեն որոշված ձևով, աչքերի նկար են ցույց տալիս, թե ինչ են ուզում, բայց դա էլ խոսում եմ, կարող եմ ես դա նկարել, բայց իրենց դեմքին չհամապատասխանի։ Երբեմն ցույց են տալիս մի բան, որը որ իրականում իրենց աչքերի ձևին ընդհանրապես կարող է չհամապատասխանել։ Դա եւս քննարկում ենք, ես բացատրում եմ, որ ես դա նույնը կանեմ, բայց նույնը չի ստացվի։ Իսկ այդ տենդենսները հիմա ավելի ինչ դիմահարդարման պահանջարկ կա։ Պահանջարկը տեղում եւ առհասարակ տենդենսները, որ դիմահարդարման որ եղանակներն են հիմա ավելի նորավոճ համարվում։ Առհասարակ հաճախորդների ցանկությունները շատ տարբեր են լինում եւ տենդենսներին իրենք կարող է չհետևեն, բայց գալիս են ավելի շատ գալիս է տենդենսը դեպի բնական ուղղություններով, ավելի բնական դիմահարդարում, ավելի նուրբ մաշկ, թարթիչներ բնական, շուրթերի նուրբ երանգներ,
տարիներ գնալով ավելի բնականին ենք գալիս, ինչքան որ հեռացել էինք, հիմա մոտենում ենք ավելի բնական երանգներին։ Բնական երանգներին։ Դիմահարդարված, բայց no make-up տարբերակով կարծես թե։ Ինչ վերաբերում է թարթիչների, նաև թարթիչների լիցքին, թարթիչների լամինացիա, ես մեմ լամինացիայից խոսենք մի քանի բառով, որովհետև այստեղ շատ նշում են, որ պետք է շատ պրոֆեսիոնալ եւ շատ լավ նյութերով աշխատող մասնագետ լինի։ Այսինքն սա դուք առանձին գիտեմ, որ սովորել եք, վերապատրաստվել եք եւ ինչքանով եք սիրում այս ճիշտ է մանր գործը, ձեր սիրած մանր, հա, բայց նաև պատասխանատվությունն է մեծ։ Այո, այս դեպքում ես անպայման ուշադրություն եմ դարձնում նյութերի որակյալ լինելուն եւ ժամկետներին պարտադիր, որովհետեւ իրենք ինչքան որ անվնաս են, միևնույն ժամանակ կարող է ոչ որակյալ նյութի արդյունքում մեծ խնդիրների առաջ կանգնենք։ Ես այդ առումով շատ ուշադիր եմ նյութերի որակին։ Այո։ Ինչ վերաբերում է լամինացիային, կարծում եմ գալիք տարում ամենապահանջվածը կլինի թարթիչների լամինացիան, որովհետեւ ինքը բնական էֆեկտ է տալիս։ Իսկ գալիք տարում բնականն է նորաձև լինելու։ Առավոտյան արթնանում ես արդեն կարծես թե հարդարված, կլորացրած թարթիչներով։ Ում համար է ավելի հարմար, որովհետև ըստ էության պիտի բավական խիտ լինեն, հա, կամ երկար լինեն, որ լամինացիան։ Այո, բնականից թարթիչներ ունեցող, բայց ովքեր ուզում են ավելի երկար երևա իրենց թարթիչները, չունեն ժամանակ առավոտյան խնամելու, արդեն պատրաստի արթնանում են խնամված, երկար եւ մուգ թարթիչներով։ Ժամանակ չեն կորցնում։ Այո, սա ժամանակի խնայողություն է իրականում եւ բացի այդ նույնիսկ երեկոյան, հա, գիշերը քնից արթնանում ես կամ առավոտյան շուտ արթնանում ես, անցնում ես հայելու մեջ քեզ տեսնում ես, այսպես հետաքրքիր հայացքով արդեն այսպես ընդգծված թարթիչներով, որ ըստ էության հայացքն է ընդգծում, հրաշալի զգացողություն է ու դու հասկանում ես, որ նոր օրը բացվել է ու այն իրականում քոնն է։ Բավական, բայց բացի դրանից նաև արհեստական, հա, աճեցում մասվածը լիցք, թարթիչների լիցքը, այստեղ էլ տարբեր շատ մոտեցումները, ճիշտ է, հիմա նշում են ավելի նոր ոճեր, հա, հայացքի տաղվեսային եւ այլն, բայց ըստ էության սա արդեն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ավելի խիտ թարթիչներ ունենալ։ Նորից դժվար է հավատալ, բայց ձեր աշխատանքներում բնականին մոտը գերակշռում է։ Այո, դա եւս կախված է հաճախորդի ցանկությունից, մարդիկ կան սիրում են ավելի խիտ տեսակներ, մարդիկ ավելի կան բնական տարբերակ են իրենց դուր գալիս, մի փոքր երկարացնում ես եւ վերջ, բայց ես առաջարկում եմ տարբեր տեսակներ, որ իրենք կցանկանան, ավելի կարող ենք աչքը վիզուալ երկարացնել թարթիչների օգնությամբ, հիմնականում հիմա այդ Fox էֆեկտն են շատ սիրում։ Այո։ Բնական էֆեկտ, քիչ միջին խտության, ավելի խիտ տարբերակներ։ Մեզ ամեն ինչ այդ ամբողջության մեջ տեսնող մասնագետներ շատ քիչ են, ընդ որում ամենուր Երևանում էլ են շատ քիչ, որոնք որ հենց նկարչական կրթություն ունեն ու բյութի ոլորտում են։ Միշտ ես ասում եմ, որ ինձ թվում է, որ շուտով պիտի այդ սահմանափակումը լինի առանց այս կրթության այդ ոլորտում ամենայն դեպս պերմանենտ կամ դիմահարդարման ցանկալի չի, որտեղ սա շատ մեծ նշանակություն ունի նկարչական կրթությունն ու տաղանդը։ Հիմա ունեն այստեղ այդ հնարավորությունը նաև ձեր կարծիքը լսելու եւ հասկանալու իրենց ինչ է պետք, օրինակ կա որոշակի չէ, ասենք տարիքային եւ այլն աչքը բարձրացնելու, ինչ որ այս առումով դուք կարող եք հրաշքներ գործել։ Դիմում են ձեզ որպես հաշվի առնելով հենց ձեր նկարչական այս մեծ շնորհը, տաղանդը, որ ունեք։ Չգիտեմ ինչ հաշվի առնելով են դիմում, բայց դիմում են։ Ահա։ Որովհետև կարճ ժամանակի ընթացքում, մանավանդ այսպես սահմանափակումներով ժամային աշխատելով, բայց բավական խիտ ու այսպես հավատարիմ խումբ ունեք, նաև բանակ ունեք հաճախորդների։ Այո, դիմում են, երևի հենց ինձ ճանաչողները հատկապես գիտեն, որ ես ինչ գործել որ անում եմ, անպայման մանրամասներին շատ ուշադրություն եմ դարձնում։ Նաև մանրանկարչությամբ եք հետաքրքրվել։ Այո։ Եվ ունեք նաև մանրանկարներ։ Այս ոլորտը ինչով ձեզ հետաքրքրեց, երբ եք հասցնում այս ամենը։ Հիմա ժամանակս չի հերիքում, բայց ժամանակին արել եմ ու սիրով եմ արել։ Երևի հենց որ մանր աշխատանք էր դրա պատճառով, ինձ մանր աշխատանքը հանգստություն է բերում։ Այո։ Ես կարող եմ երկար նստել ու մանր
մանր ինչ որ բաներ անել։ Դուք բազմաշնոր, ես վստահ եմ, որ շատ տարբեր տեղերում դուք մեծ հաջողություններ կունենայիք, բայց շատ գնահատելի է այդ որոշմանը ինչպես եկաք վերադառնալու։ Եվ մտածում եք, որ այստեղ կկարողանաք իրականացնել այդ ձերս տարբեր ծրագրերը։ Չէի պատկերացնում, որ արդյունքում կկարողանամ կազմակերպել այդ ամեն ինչը, բայց ուզում եի անպայման այնտեղ անել։ Ահա։ Քանի որ ընտանիքս, մտերիմներս բոլորը այնտեղ էին գտնվում, ես ուզում էի նրանց շրջապատում լինել եւ տեղափոխվեցի ու մտածում էի հենց այնտեղ կազմակերպել իմ հետագա գործունեությունը։ Փառք Աստծո ստացվեց։ Այո, նոր տարին հիմա միշտ մտածում ենք մենք ինչ գույներով եւ այլն, իհարկե հիմա շատ բան փոխվել է, շատ ավելի մարդիկ իրենք հանգիստ, իրենց ներդաշնակությունը կարծես առավելություն է դարձել, այդ պարզությունը ամեն ինչի մեջ է, բայց ամեն դեպքում ինչ որ սնահավատ բաներ ունենք, ինչպես պետք է դիմավորել, որ գույներն են։ Եթե դիմահարդարման մասին խոսենք, դիմահարդարման մեջ խնդիր չեն ունենա, որովհետև գալիք տարում նորաձև է լինելու բնական է։ Ինչքան բնական, այնքան լավ։ Թարթիչներն էլ պիտի բնականին մոտ լինեն, շուրթերը բնականին մոտ, նուրբ երանգներ, վարդագույն, թեթև երանգներ։ Մի փոքր գալիս է շուրթերի առումով կորեական միտումը, որ ավելի խիտ երանգ շուրթերի կենտրոնում գնալով ավելի մաշկին միացող, այդ ոսկրերին թեթև բլաշ, այ երեկոյան դիմահարդարման մեջ նորաձևություն է գալիս փայլուն երանգները։ Նորից փայլերը գալիս են։ Փայլերը, այո, աղեղները, փայլուն աղեղներ, բայց ոչ շատ կոպիտ, բայց արտահայտիչ հայացքով։ Այ այս տենդենսները, որ գալիս են, հա, եւ մեր դեմքի առանձնահատկությունը հայկական դեմքերի վրա միշտ ամեն ինչ մի քիչ ավելի, սա էլ չէ, պիտի հաշվի առնել, հա, ինչպես է լինում ըստ էության հենց նույն կորեական ոճով այդ շրթներկի, եթե այս մենք բացահայտենք, ըստ էության իրենց այդպես մանր ավելի դիմագծերը, չէ, հարթ։ Եվ այդ բերանի հատվածը սազում է մեզ օրինակ ինչպես կարող է լինել եւ արդյոք մենք ծայրահեղության մեջ չենք ընկնում քո աչքով բավական ձեր այսինքն այդ տեսանկյունից մի քիչ էս շատ նորաձևությանը հետևելով անկախ մեր կամքից այդպես է ստացվում ծայրահեղության առումով կասեմ որ եթե բնական ենք գնում ծայրահեղական չէ եթե բնականին ենք մոտենում սիրում եք նոր տարին շատ այո իմ սիրած տոներից մեկն է այո ինչ որ բան ժամանակի հետ փոխվում է չէ բայց միշտ այդ սպասումը մնում է իհարկե ինչպես եք ձեր մտքում այ յուրաքանչյուրս մենք հիմա շատ տարբեր կարող են նշել կամ այդ օրը դրանից առաջ հետո կամ նույնիսկ հիմա շատ տարբեր տեղերում բայց միշտ մարդու համար դեկտեմբերի վերջին հա այսպես կարծես ամփոփում է նախորդ տարին իր հաղթանակները գրանցած ինչ պետք է եւ ամենակարևորը ծրագրում է հաջորդ տարին ունեք ինչ որ մեթոդ ժամանակի պլանավորման կամ անցածը այսպես ամփոփելու նորին անցնելու իրականում կյանքը ցույց է տվել, որ պլանավորելը ամենասխալ բանն է։ Երազել կարելի է, նպատակներ դնել կարելի է, բայց պլանավորելը դա մեր ձեռքում չէ։ Կյանքը ինքն է ցույց տալիս, թե մենք ուր կգնանք, երբ կգնանք եւ ինչպես կգնանք։ Դա մենք չենք որոշում։ Դրա համար ես սպասում եմ գալիք տարուց միշտ ավելին, աշխատում եմ այդ ուղղությամբ, որ հնարավորինս ամեն ինչ լավ ստացվի, բայց համոզված եմ, որ դա իմ ձեռքերում չէ։ Մենք պիտի միշտ պատրաստ լինենք, որ կարող է երազանքներն իրականանան, որ հրաշքին պետք է միշտ սպասել, ինչպես ասում են։ Այո։ Պետք է կարողանալ սպասել։ Եվ պատրաստ լինել դա ընդունելու, որովհետև կարող է գալ ինչ-որ մի հրաշք մեր կյանք, բայց մենք պատրաստ չենք դա ընդունելու, եւ նա ուղղակի մեր կողքով կանցնի։ Իսկապես, մենք պիտի կարողանանք բավարար այդ որոշումներ ընդունելու, թեկուզ կրթության, ինքնակրթության տարբեր ասպարեզներում այս ամեն ինչը հաղթահարելու, որովհետև այս տարիների ընթացքում ինքան տարբեր ուղղություններով դուք մասնագիտացել եք, այսպես մենք մի բառով ասում ենք, հա, մեյքափ, պերմանենտ եւ այլն, մանրանկարչությունից մինչեւ, չգիտեմ, խեցեգործություն, գիտեմ, կավագործություն նաեւ զբաղվել եք, այսպես ասում ենք, բայց սրանք հսկա տարբեր ուղղություններ են,
պետք է պատրաստ լինել, այսինքն եւ քո ինքնակրթության վրա ուշադրություն դարձնելով եւ ինչու՞ չէ, նաեւ այստեղ կարող ենք օգտվել առիթից բավական եւ արտաքինով էլ պետք է պատրաստ լինել, չէ՞, ասենք պերմանենտ մեյքափը որոշակի լիցքը դարձիչների, ինչքան էլ որ ասում ենք բնական, բայց միշտ հաճելի է, երբ գեղեցիկ է, այսպես ընդգծված հայացքով ես առավոտյան արթնանում ու պատրաստ ես լինում արդեն շատ կարճ ժամանակում նվաճել աշխարհը։ Երբ հայելու մեջ դու քեզ արդեն դուր ես գալիս, օրը սկսում է ավելի պայծառ սկսվել։ Այո։ Ես շնորհակալ եմ շատ, իրականում ինձ շատ հաճելի է, բավական, ես ուզում եմ որպեսզի երկար ու տարբեր ուղղություններով շատ հաղթանակներ ունենաք։ Ես վստահ եմ, որ այդ հաղթանակները կլինեն, որովհետև դուք որ ասպարեզում էլ լինեք, ունեք մի առանձնահատկություն, դուք տաղանդավոր մարդ եք, որ ասպարեզում էլ լինեք, դա երևում է ձեզանից առաջ, ինչպես ասում են, ձեր աշխատանքներով նաև։ Ինձ շատ հաճելի էր, որ առիթ ունեցանք ծանոթանալու։ Ինձ նույնպես շնորհակալ եմ։ Ուզում եմ, որ 2026-ին այդ հաղթանակների մեծ ու զգալի մասը ձեզ համար տեսանելի լինի եւ ձեզ արժանի իրականում բարձունքներ ունենաք։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, իրականում գիտեք, մենք կարող ենք անընդհատ մեծ ծրագրերի մասին խոսել, բայց ամենակարևորը մենք նկատենք, ճանաչենք, իմանանք տաղանդավոր մարդկանց մեր շուրջը։ Ամեն անգամ իրականում ես ինձ համար բացահայտում եմ, երբ ես հասկանում եմ, որ ինչքան էլ սովորեն, ինչքան էլ ժամանակակից նորաոճ եւ այլ անուններով, հա, տրենդային այսպես ուղղություններ լինեն, միևնույնն է, մարդը արվեստ է, եթե իր մեջ կրում է, ինքը կարող է յուրաքանչյուր ասպարեզում ներդաշնակություն գտնել եւ հատկապես beauty ոլորտում։ Beauty ոլորտը շատ կարևոր առանձին ճյուղ է եւ ըստ էության սրանից կախված է նաեւ մեր տրամադրությունը, որովհետեւ եթե մարդը գեղեցիկ է, ինքը նայում է, ինքը ուզում է ժպտալ, իսկ եթե ինքը ժպտում է, ժպտալու առիթները նաեւ ինչ որ առումով գուցե գալիս են դեպի քեզ։ Մենք այսօր զրուցում էինք շատ հետաքրքիր ու շատ պրոֆեսիոնալ մարդու մասնագետի հետ, նկարչուհի, դիմահարդար, պերմանենտ մեյքափի մասնագետ Վավական Ավագյանի հետ։ Ու ես իրականում շատ ուրախ եմ, որ այսպիսի պրոֆեսիոնալ մարդը իր աշխատանքային մասնագիտական գործունեությունը ծավալում է նաև ինձ համար շատ հարազատ ու սիրելի քաղաքում, Արթիկում։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, իսկապես տարվա ավարտին կամ տարվա սկզբին միայն հաճելի ու դրական մարդկանց հետ ենք հանդիպում ու վստահ եմ, որ այսօրվա մեր զրույցի ընթացքում Վավական Ավագյանի նաև էներգիան ձեզ պիտի հնարավորություն տա վայելելու յուրաքանչյուր պահը ու վստահ լինելու, որ ամենակարևորն ու ամենադրականը դեռ առջևում են, որ փակում ենք 25-ի դռները, բայց բացվել են արդեն 26-ի դարպասները։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Ուզում եք իմանալ, որտեղ են հատվում հյուրընկալության արվեստն ու բնության հրաշքը։ Եկեք Mount Tree։ Mount Tree հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։